Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը X-ի իր էջում անդրադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուիլցի նախօրեի գրառմանը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գերիների ազատ արձակման անհրաժեշտության մասին։ Նիկոլ Փաշինյանի ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ուշադրությունը հրավիրելով Սպիտակ տան դիրքորոշման վրա։ Այս թեմայով իր առաջին գրառմամբ միջազգային փաստաբան Գենսերը չափազանց կարևոր զարգացում է որակել Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուիլցի գրառումն ու Սպիտակ տան դիրքորոշումը։ Նախագահ Թրամփի ԱԱ հարցերով խորհրդական Մայքլ Ուիլցը ընդգծել է ոչ միայն Սպիտակ տան հանձնառությունը Կովկասում խաղաղության ու խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում, այլև որ հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ Այդ թվում ի պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանը ևս պետք է ազատ արձակվի, նշել է փաստաբանը։ Իր հաջորդ գրառմամբ նա X-ում հատուկ հղմամբ նշել է Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը։ Նա մասնավորապես գրել է. «Հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյան, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան, տեսեք նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուիլցի գրառումը, նա ընդգծում է ոչ միայն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը վերջնականացնելու անհրաժեշտության, բայց նաև հայ քրիստոնյա բանտարկյալների ազատ արձակման մասին։ Ես հավատում եմ, որ դուք լիովին համաձայն եք այս հարցով Թրամփի աշխատակազմի դիրքորոշմանը»։ Հիշեցնենք, որ X-ի իր էջում նախօրեին Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուիլցը գրել էր, որ Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։ Նա տեղեկացրել էր, որ այս շաբաթ խոսել է Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ առաջընթաց են գրանցել եւ համաձայնել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Ես նրան ասացի, որ մենք պետք է այժմ վերջնականացնենք այս խաղաղության համաձայնագիրը, ազատենք բանտարկյալներին եւ միասին աշխատենք տարածաշրջանը ավելի անվտանգ ու բարգավաճ դարձնելու համար։ Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն եւ բարգավաճում կբերի աշխարհին, եւ մենք չենք դադարեցնի մեր ջանքերը, միջև դա իրականություն չդառնա, գրել էր Ուիլցը։ Աննա Հայրյան, Եվրոմեդիա 24։